Հարև ձեզ սիրելի ֆուտբոլասերներ, հիմա կասեք ինչի ֆուտբոլասերներ, որովհետև մի հատ թեմա կա, սարքել են գնդակ ու տշում են իրար դուռը։ Խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է։ Ուրեմն լսեք, արա, Վարդան Ղուկասյանը այնքան կա, որ այսօր ամբողջ եթերը խառնված է իրանով։ Հələ դեզնից մեկին ենթադրաբար ձերբակալեն կամ չգիտեմ ով կխոսա դրա մասին։ Այ հավերժ լքվածներ, այդ մարդը ինչքան էլ քննադատում են իրան, բայց այնքան կա, որ իր անձի հետ կապված նորից եմ ասում, այս անորոշությունը ամբողջ ժողովրդին խառնել է իրար։ Ուրեմն Վարդան Ղուկասյանը գալու է եթեր էլի ելույթ է ունենալու։ Այն որ ասում են իրան սպանել են, էս են արել են։ Նախ այդ հանձնման մասը։ Եթե իրան պետք է հանձնեն որպես հանցագործ, հանձնման մասին կոնվենցիա կա եվրոպական 1957 թվականի դեկտեմբերի 13-ի կոնվենցիա կա, որի 3-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեն հանձնել այն անձին, ով որ քաղաքական հետապնդման մեջ է։ Իսկ այսօր որ Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդման մեջ է, դա անվիճելի է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հիմա ինքը ձերբակալված է որպես միգրանտ, ապօրինի, ստեղ ինքն է որոշելու, որ երկրին հանձնվի։ Այնպես որ այդ ձեր հույսերը, այդ ձեր սին փափագանքները, որ գա, հեսա պետք տենակ ինչ են անելու բան, այդպես բան չի լինելու։ Ես ճշմարտության կողմնակից եմ։ Ես այս 2 օրեր լռում էի, սպասում էի տեսնեմ ինչ է կատարվում։ Բայց ինքը չի հանձնվելու, ինքը եթե հանձնվի, հանձնվելու է այնտեղ, որտեղ իրան վտանգ չի սպառնում, բայց դուք գիտեք իշնա ամոթալին, որ են չարախնդացողները, այն մի քանի բիսեդկի աշխատող, բանժեկի աշխատողներ կան, անունները զզվում եմ ասեմ, սրանց հիասթափություն է սպասվում։ Իրանք չեն հասնելու այդ օրվան, որ տենան Վարդան Ղուկասյանի մահը կամ ազատազրկումը։ Մնացածը թող իրանք որոշեն, իրանց խեղճի առաջ պատասխան տան, թե ինչքանով են արդարացի իրանց մտքերի, իրանց կարծիքների, իրանց գնահատականների նկատմամբ։ Սիրելի հայրենակիցներ, հիշում եմ, երբ մանուկ էի, մի հաղորդում կար կենդանիների աշխարհում, իմ հասակակիցները կհիշեն։ Նայում էինք, շատ հետաքրքիր էր, տրամադրություններ բարձրացնում։ Բայց հետո այդ հաղորդումը չգիտես ինչու փակվեց։ Անձամբ ես շատ տխրեցի, բայց հետո հասկացա, որ Facebook-ը լրացնում է այդ պակասը։ 3 տանից, որ ելույթ ունեցա, եւ մեր հարգարժան համաքաղաքացիներին կոչ արեցի մասնակցել Սրբազան շարժմանը, մասնավորապես մայիսի 26-ին կայանալիք հանրահավաքին, բնականաբար թիրախում ունենալով Նիկոլ Փաշինին, անմիջապես զգացվեց կենդանիների ակտիվությունը։ Ուրեմն մի ասիական գոմեշ հիշեցնող կին, որի կրծքավանդակը հավանաբար մի հեկտար է եւ Հիմալայան լեռների նման տենց անկանոն կառուցվածքով, գրել է ինձ անամոթը դու ես, որ ապրում ես, այ գոմեշ, գնա հայլու մեջ նայի, բայց ուշադիրելի վախից հանգարց ուշագնաց չլնես, լեղապատար չլնես։ Մի աղջիկ էլ, երիտասարդ էր, դրա համար անմեղության կանխավարկածից ելնելով ասում եմ աղջիկ, քանի դեռ հակառակը ապացուցված չէ, գրել է բանը, ինչ անհաճելի ես դու, աղջի ջան, մի հատ հələ քեզ նայի, քիթդ բենզակալոնքի պիստոլետ է, այ եթե հանգարց մի օր ուզենաս մի բարի գործ անես, քիթդ տար պռակատով տուր մոտակա բենզակալոնկա, թող բենզին լցեն։ Մի հատ էլ մուֆլոն հայկական ցեղատեսակի ոչխար հիշեցնող արտաքինով մի գյադա, սև, մխտար, էլի նորից վիրավորական արտահայտություններ ա գրել, սա երևի 40-ից հետո սրան ոչ բաղնիք են տարել, ոչ էլ ինքն ա մտել։ Արա այդ տղա մտ գնա լվացվի, նոր հելի եթեր, նոր հելի նկարվի, դու չես ամաչում, որ ապրում ես, այ կենդանի։ Բայց ամեն դեպքում սրանք զվարճացնում են ինձ, եւ ես իրենց միջոցով
կարողանում եմ լրացնել կենդանիների աշխարհ հաղորդման պակասը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կներեք չսափարված ելույթ ունենալու համար, պարզապես զայրույթս չեմ կարողանում զսպել։ Երեկ, որ ինտերնետային կայքերից մեկում հրապարակվեց, որ այդ Պարեկ Կոչեցյալը տուգանում է Արցախցուն։ Լավ անբարոյականությունը ուր կարա հասնի։ Արա այ տղա, այ անգրագետ, արի մի հատ հլը քո իրավաբանական գիտելիքները ստուգեմ, դու գետինը չես մտնում, որ Արցախից եկած մարդուն 100,000 դրամ տուգանում եք։ Ձեր քրչա-փրչա թափառախմբի, քնձախմբի ղեկավարը 40,000 դրամ տալիս է բնակարանի վարձ, իբր հետո բնակարանի վարձը, 10,000 դրամ էլ կոմունալ։ Դուք այսօր 40,000 դրամով եք արա ձեր տները պահում, 10,000 դրամ եք տալի ձեր կոմունալ վճարումների համար։ Այդ խեղճ մարդիկ, դուք դրա 100 դրամ կորցնեք, 5 օր կգնեք ման կգաք արա։ Այդ մարդիկ սաղ տուն տեղը կորցրել եկել են, մի հատ էլ կայնացրել ասма բանի, վարորդական իրավունքի ժամկետը լրացել է ու 100,000 դրամ տուգանում ես, արա այդ գեղացի, ախր դու ինչ գործ ունես, կամ քո այդ վիճակը ավտոմեքենայի մեջ նստած, դու պարտավոր ես քաղաքացուն հարգել, արա, ու հերներ կանգնել դուրս գալ ավտոմեքենայից, մեքենայի մեջ նստած արձանագրություն ես գրում, այ գեղացի։ Իմ էջում դրել եմ դրա նկարը, այդ երկոտանու, խնդրում եմ դրա նկարը բազմացրեք ու կպցրեք, փակցրեք բանը Երևան քաղաքի բոլոր բանուկ մասերի պատերին, որ իմանան հայի տականքը որն է։ Ու այս ամեն ինչը գալիս է գլխավոր փրչախմբի ղեկավարի մոտեցումից։ Սա է Արցախցին տուն տեղը թողել, եկել է խեղճ մարդը, մի կետ, չգիտեմ ոնց, մնում աստեղ, ինչ պայմաններում, առանց աշխատանքի բան, վերցնես 100,000 դրամ տուգանես, այ գետինը մտնես դու։ Մի հատ դրան տենամ էլի, մի հատ դեմս հելնի էլի, էդի։ Ու նենց էլ դեբիլի հայացքով է նայում, բանի, սենց բութ տարակուսանքով, ոնց որ ասենք, թե 12 տարեկան երեխեն առաջին անգամ Playboy-ի ժուրնալ նայի, այդ ենք է նայում վարորդի դեմքին, իմ էջում դրած է նկարը, խնդրում եմ տարածեք և փակցրեք Երևանի բանուկ մասերի պատերին, թող խայտառակալ եմ, ամոթ քեզ, այդ լավ էլ չշարունակեմ։